Աստված բոլորիս օրհնի։ Ուղղակի չգիտեմ իմ սրտին դրված է խոսել հետևյալի մասին։ Եղբայրներն ասացին, որ արդեն տարին վերջանում է։ Ուղղակի հիշեք անցած տարի, ընդամենը մեկ ակնթարթ։ Տիրոջը խնդրանքս հետևյալն է, որ այսօր մենք իրոք լուրջ ուշադրություն դարձնենք մեր ապրած կյանքին։ Ամենամեծ ցավը հետևյալն է, որ անձնավորությունը ինքն հաշվետվություն չի տալիս։ Գիշեք սովետական միության ժամանակ գործարաններ կային, որտեղ որ մարդիկ աշխատում են տարվա վերջ հաշվետվություն են տալիս։ Ինչի հասան, ինչ արդյունք եղավ, որն էր լավ, որն էր բացասական։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը, որ մենք նայում ենք, ինչ է ասում ամենակալ Տեր Աստված։ Հիսուսին հարցրեցին, որն է ամենամեծ գործը։ Հավատալ, անոր օրհակացին։ Այսօր անձնավորությունը, գյուղացին կամ քաղաքացին ամեն մեկը իրենց գործերի վերջնակետում ծմեղը հաշվարկ են անում, թե ինչքան շահ ունեցան։ Մեր հարցը հետևյալն է. այս տարվա մեջ ինչ փոփոխություն տեղ ունեցավ մեր կյանքի մեջ, ինչ շահեցինք եւ ինչ վնաս կրեցինք։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Եվ կուզեմ ասել հետևյալը, որ այսօր մեր ամենամեծ խնդրումը նա է, որ մենք հավատքի մեջ կարծես թե ոչ թե առաջ ենք գնում, այլ հետ։ Եղբայրներ, քույրեր, մարդու կյանքի մեջ Աստծո խոսքը պիտի աճի։ Եվ երբ որ մենք նայում ենք աճի հետևանքով, ինքը անպայման պտուղ պիտի տա։ Հետաքրքիր է, Սերմնացանի առակ, երբ որ մենք կարդում ենք 4-րդ հողակտորը, որտեղ որ գրված է պարարտ հող, հարց եմ տալիս, Աստված պարարտ հող ստեղծեց, մեկին մյուսին փշերի մեջ, մյուսին քարքարոտ տեղը, մյուսին ճանապարհի եզրին։ Եղբայրներ, քույրեր, այս 4 հողակտորները մարդիկ են։ Եվ պարարտ հող դառնում է այն անձնավորությունը, որը ինք իր վրա աշխատում է, որ իր միջից հանում է քարերը, որ իր միջից հանում է փշերը։ Սա մեր կողմն է։ Եվ սրա համար ուղղակի կուզեմ նորից կարդալ հետևյալ համարը, սա մասին շատ անգամ խոսվել է, եւ կուզեի, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք։ Մեր խնդրումը որտեղից է։ Երբ որ մենք կարդում ենք Թեսաղոնիկեի թղթերի մեջ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ առաջամարում գրված հետևյալը. Այսուհետև եղբայր աղոտ կարեք մեզ համար, որ Տիրոջ խոսքը առաջանա եւ ամեն տեղ փառավորվի, ինչպես որ ձեր մոտ։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկե եկեղեցու հետ խոսում էր եւ հորդորում էր, որպեսզի աղոտ կանեն, ինչի համար, որ Աստծո խոսքը առաջանա ամեն տեղ եւ փառավորվի։ Ինքը շեշտադրում է հետեւյալը, ինչպես որ էլ ձեզ մոտ, այսինքն եկեղեցու մեջ Աստծո խոսքը աճած էր եւ փառավորվել էր։ Հիմա Աստծո նպատակը սա է, որ մեր եկեղեցու մեջ Աստծո խոսքը առաջանա եւ երկրորդը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, եւ սա կախված է ամեն մեկիցս։ Ես բազում անգամ մեջբերում արել եմ, մեկ հոգու միջոցով կարող է եկեղեցին պարտություն կրել եւ մեկ հոգու միջոցով կարող է արթնություն կրել։ Հիմա համար կուզեի, որպեսզի մենք այս տարեմուտին խորենք, մտածենք հաջորդ ընթացքի վրա ինչ պիտի անենք։ Եղբայրներ, քույրեր, նոր տարին մարդուն նոր կյանք չի տալիս։ Ամեն մեկ անձնարություն իր մաշկի վրա զգացել, ինքը տեսել է ինչ է բերել նոր տարին։ Ոչ մի բան։ Այսօր այդ սեղանը կյանքի փոփոխություն չէ։ Նոր հագուստը կյանքի փոփոխություն չէ։ Այսօր կյանքի փոփոխությունը ոչ թե ես պիտի սպասեմ նոր տարի կա, ես հիմի պիտի փոխվեմ։ Փրկության օրը այսօրը։ Եվ սրա համար ուղղակի կուզեմ մի քանի մտքեր փոխանցել ես համարի շուրջ մեր ամեն մեկի շինության համար։ Եղբայրներ, քույրեր, այսօր երբ մենք նայում ենք Պողոս առաքյալը հասկանում էր եւ սա փոխանցում էր եկեղեցիներին հետեւյալը, որ Աստծո խոսքը ամենաբարձրն է։ Մարդու կյանքի մեջ հավատքը ձևակերպվում է Աստծո խոսքից։ Եվ քիշեք, առաքյալների ժամանակահատված առաջի տարի եկեղեցին էր, ուներ մեծ խնդիրներ, խնդիրներ, դժվարություններ, ինչ եք մտածում, հեշտ էր նոր հավատք խոսել, նոր հավատքի մասին մարդկանց բերել։ Իհարկե դժվար էր։
Սրա համար պետք է ընդամենը մեկ բան, ապրել այդ կյանքը։ Եվ ուշադրություն դարձեք, անդրադառնում եմ Գործք առաքելոց 6-րդ գլխին, այստեղ առաքյալները զբաղված էին սեղաններով, զբաղված էին ծերերով, կարիքավորներով, բայց հետաքրքիր է, Պետրոսը եղբայրներին հավաքեց, ասեց հետևյալը, որ մեզ վայել չէ, որ Աստծո խոսքը թողած սեղանին ծառայություն անենք։ Եվ շարունակության մեջ գրված է 4-րդ համար, իսկ մենք աղոթքի եւ խոսքի պաշտամունքներին հետևենք։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ մարդու կյանքի մեջ աճում է Աստծո խոսքը, 7 համարի մեջ գրված է եւ Աստծո խոսքը աճում է եւ ուշադրություն դարձեք հետևանքին։ Աշակերտների համարը խիստ շատանում էր։ Այսինքն շատերը դառնում էին աշակերտ։ Եվ Երուսաղեմում քանանից շատ բազմություն հնազանդվում էին հավատքին։ Քանաները, որոնք որ դեմ էին Տեր Հիսուս Քրիստոսին եւ իրեն բերած վարդապետությանը։ Քուրաշ ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք 7-րդ համարի մեջ ինչ է մատնանշում ինքը ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս Ղուկասի շուրթերով։ Եվ եթե մենք կարդում ենք Ղուկաս ավետարան 14-րդ գլխի մեջ, ուշադրություն դարձեք Ղուկասը 26-27 համարներում ինչի մասին էր խոսում։ Եվ եթե մեկ ինձ մոտ գա եւ չաթե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր անձն նա չի կարող աշակերտ լինել։ Եվ ով որի խաչը վեր չի առնում իմ ետևից չի գալիս, նա չի կարող աշակերտ լինել։ Գրված է, եւ Աստծո խոսքը աճում էր, աշակերտների համարը խիստ շատանում էր։ Այսինքն մարդիկ կային, որոնք որ դառնում էին աշակերտ։ Լսելով ամենակալ Տիրոջ խոսքը, ապաշխարելով, խաչը վերցնում էին, գնում են Տիրոջ հետևից։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Այսօր ինչի համար մենք այդ ճանապարհով շատ անգամ չենք գնում։ Եղբայրը ասեց, Աստված մեր կյանքի մեջ ողորմություն անում է, խնդիրների լուծումը տալիս է, այդ խանդավառության շրջանը եւ դրանից հետո նորից նույնը։ Ուղղակի ուզում եմ հարց տալ, Աստված մեր կյանքի մեջ ինչքան ողորմություններ է արել։ Երբ որ քո կյանքի մեջ Աստված այդ ողորմություն արել է, ինչ ես ասել Տիրոջը։ Երբ որ Աստված այդ փորձանքից, այդ նեղությունից, դժվարությունից ազատել է, չես ասել Տեր կքայլեմ այնպես ինչպես որ դու կուզես, բայց ընդամենը 1 կամ 2 ամիս հետո նորից նույնը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի այսօր ուզում եմ, որպեսզի ես եւ դու լուրջ ուշադրություն դարձնենք, եւ Ղուկասը խոսում է հետեւյալի մասին, որ Աստծո խոսքը աճի հետևանքով ինչ տեղի ունեցավ։ Եղբայրներ, քույրեր, ուղղակի խնդրանքս հետեւյալն է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա հասկանալ, Աստծո խոսքի հեղինակությունը։ 138 Սաղմոսի 2-րդ համարի մեջ Սաղմոս 2-ն հետևյալն է ասում Տիրոջ խոսքից, գրված է, որ Աստված իր խոսքը իր անունից վերջ ասեց։ Հիմա ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու սրան հավատանք, Աստծո խոսքին։ Հավատքը մարդու կյանքի մեջ ինչպես է ձևակերպվում։ Լսելուց եւ լսել Աստծո խոսքից։ Չկա Աստծո խոսք, չկա հավատ։ Եվ ուղղակի կուզեմ ցույց տալ մարդիկ, որոնց համար Աստծո խոսքը հեղինակություն էր։ Ինչ է նշանակում հեղինակություն։ Եթե դու խնդիր ունես կամ խնդրեմ, դժվարություն, եւ գնում ես մի հատ մեծահարուստ բարեկամ ունես, որը հեղինակավոր է կամ մեծահարուստը, այդ խնդրի համար դու իրեն դիմում ես եւ ինքը ասում է գնա, այդ հարցը լուծված բրծած է։ Հարց եմ տալիս, դու ինչ կերպ ես գալիս։ Ուրախ ես գալիս, թե մտածում ես եւ հնարավոր է որ չլինի, կլինի թե չէ։ Վստահ եմ ուրախ գալիս ես, որովհետեւ այդ մարդը քեզ համար հեղինակություն է։ Եվ հավատում ես, որ իրեն ասածը անպայման պիտի լինի, բայց ավելի մեծ է Աստված։ Առաջի Հովանու 5:9 համարի մեջ գրված է, եթե մարդոց վկայություն ընդունում եք, ավելի մեծ է Աստծո վկայությունը։ Այսօր մենք մարդու ասածին հավատում ենք, բայց Աստծո ասածը չէ։ Ուշադրություն դարձեք Սուրբ Գրքի մեջ Նոյ, որի համար Աստծո խոսքը հեղինակություն էր։ Գեդեոն, Աբրահամ, Նաբոթ, շատ անձնավորություններ, Դավիթ, Պողոս, Պետրոս, այս անձնավորությունների կյանքի մեջ եղան ելևեջներ, բայց այս մարդիկ հավատում են։ Հոբ,
Ուշադրություն դարձրեք տառապանքների մեջ Հոբը ինչ է ներկայացնում եւ ինչ է ասում։ 5:17 համարի մեջ գրված է. Ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է։ Ուրեմն ամենակարողի խրատը մի մերժը։ Եվ 6-րդ գլուխ, երբ որ կարդում ենք 8-ից 10 համարներ, այնտեղ ինչ ասում։ Ուշադրություն դարձրեք։ Այս անձնավորության հավատքին ինչ կերպ է ինքը հավատում եւ Աստծո խոսքը իրեն կյանքի մեջ ինչ հեղինակություն է։ Երանի թե ուզածս կատարեր եւ իմ անկարածը տարածված։ Հետաքրքիր է, որն էր Հոբի ուզածը։ Կամ ինչ էր ինքը ակնկալում։ Եվ այս 8 եւ 10 համարներին նայեք, կարծես թե մեծ խնդրեմ է։ Այն ժամանակ դեր մխիթարություն կունենայիք եւ կոստոտա անխնա ցավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Ինքը հասկանում էր մեկ բան, որ Աստծո խոսքը հեղինակություն է։ Եվ ինքը հասկանում էր, որ ամեն հարցի պատասխանը կախված է Աստծո խոսքից։ Իշքան անգամ քարոզվել է համարը։ Երկրորդ օրինաց 28-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, ինչ ասում Աստված մեզ ամեն մեկից։ Եվ եթե քո Յովասոյ ձայնին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես։ Այս վիճակը եթե իմ եւ քո կյանքի մեջ կա, շարունակության մեջ գրված է դու քաղաքի մեջ օրհնյալ դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որոնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, կովերի ծնունդը, ոչխարների թոթերը։ Օրհնյալ կլինի քո կողովը, քո դաշտը։ Դու օրհնյալ կլինես մտնելիս եւ օրհնյալ կլինես դուրս գալիս։ Եղբայրներ, քույրեր, օրհնությունը գալիս է ընդամենը մեկ վիճակի մեջ, երբ որ դու ամուր բռնում ես Աստծո խոսքը։ Երբ որ Աստծո խոսքը քեզ համար հեղինակություն է։ Չգիտեմ, այսօր մենք շատ անգամ, երբ որ խոսում ենք Աստծո խոսքից, եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքն է մարդուն կապում Աստծո հետ։ Աստծո խոսքի հետևանքով է մարդու կյանքի մեջ հավատքը աճում։ Բայց այսօր շատերս Աստծո խոսքի հետ կապ չունեն, կամ Աստծո խոսքը մեզ համար հեղինակություն չէ։ Ուղղակի խնդրանքս է, որ մենք լուրջ մտածենք այս մասին։ Դավիթը 119 Սաղմոսի 97 համարում ինչ էր ասում. Որքան եմ սիրում քո օրենքը ամեն օր, նա իմ մտածմունքն է։ Հետաքրքիր է, եթե Մովսես Աստծո խոսքին չհնազանդվեր եւ Աստծո խոսքը հեղինակություն չուներ Մովսեսի համար։ Մենք քարոզում ենք եւ խորը մտածում ենք, թե սա հեշտ մի հատ ընթացք էր, process էր ու Մովսես անցավ։ Սիրելիներ, ոչ։ Մովսեսը մարդ էր սպանը։ Այո, միգուցե Մովսեսի նկարը փակցված էր ամենտեղ հետախուզման մեջ, մարդասպան, որ բռնեն, բերեն եւ սպանեն։ Եվ Աստված ուղարկում է իրեն նորից հետ Եգիպտոս փարավոնի առաջին։ Հիշում եք, սկզբնական վիճակում Մովսեսը հրաժարվում էր, բայց Աստված իրոք Մովսեսին բերեց այդ վիճակին։ Եվ Աստծո խոսքը Մովսեսի համար դարձավ հեղինակություն։ Ինչ էր ասում ամենակալ Աստված. Ես եմ, որ եմ։ Այսինքն ամեն ինչի պատասխանը կայանում էր Աստծո մեջ։ Եվ Մովսեսը հնազանդվեց։ Ուղղակի պատկերացրեք այդ դրվագը գնում է փարավոնի առաջին։ Փարավոնը առաջարկներ անում եւ վերջի առաջարկը գնացեք ձեր ասում պաշտեք, բայց ձեր անասուններին չտանեք։ Բայց Աստված խոսել էր, որ ամեն ինչով պիտի դուրս ելեն եւ միջև անգամ պիտի Եգիպտոսը կողոպտեին։ Մովսեսը չհամաձայնվեց։ Աստծո խոսքը որից է մեկտեղ չթողեց։ Եվ սա էլ պատճառը, որ Աստված Մովսեսին օրհնեց։ Նոյին տապանը 1 մետրով չկարճացրեց։ 2 լուսամուտ չբացեց, հնազանդվեց միջև վեր։ Երբ որ նայում ենք Գեդեոնին, 300 հոգով հարձակվել այդ մեծ բանակի վրա, առանց զենքի ընդամենը աղաղակելով Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Եվ երբ որ նայում ենք Աբրահամին, որդին պիտի հանե զոհասեղան, ինքը չկասկածեց։ Եվ երբ որ մենք կարդում ենք այդ տեղերը Աբրահամ փորձության ժամանակ հատվածում ինչ տեղի ունեցավ, կարդամ Ծննդոց 22-րդ գլխի մեջ
հետևյալ առաջ համարից եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրամին, եւ կարդում եմ 5-րդ համարը։ Եվ Աբրամ ասաց իր ծառաներին. դուք այդ էշետ այստեղ մնացեք, եւ ես եւ տղան մինչեւ այնտեղ գնանք, երկրպագություն անենք եւ ձեզ մոտ ետ կդառնանք։ Ինքը վստահում էր ամենակալ Տիրոջը։ Աստծո խոսքը իրեն համար հեղինակություն էր։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ այսօր նայում ենք ամբողջ հակառակորդի ու նպատակը մեկն է մարդու կյանքի մեջ Աստծո խոսքը հեղինակազրկել կամ կասկած ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Հիշում եք, Հակոբոսը ինչ է սովորեցնում ինձ եւ քեզ, կարդամ այդ տողերը թուղթար Հակոբու գրված է հետևյալ միտքը։ Առաջի գլուխ 6-րդ համարից եմ կարդում։ Միայն թե թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որտեղ երկմտողը նման է ծովի հոմակոծած տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծե, որ դերիցը մեկ բան կառնե։ Երկմիտ մարդը անաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Հիմա հարց եմ տալիս։ Այս ամենը, որ գրել էր Հակոբոսը Տիրոջից առնելով, հակառակորդը չգիտեր։ Ինքը չգիտե, որ երկմիտ մարդուն հեշտ է շեղել Աստծո խոսքից, հեշտ է Աստծուց հեռացնել։ Եթեմական պարտեզի մեջ երբ որ ինքը խոսեց Եվայի հետ, բերեց հենց այդ երկմտությունը, երկու միտք։ Առաջի միտքը Աստված ասել էր կերած օրը կմեռնեք եւ երկրորդ միտքը եթե ուտեք Աստծո պես կլինեք։ Եվ ինքը նախընտրեց Աստծո պես լինելը։ Եվ այսօր մենք մարդ ենք, մեր կյանքի մեջ էլ կարող է այդ մտքերը գալ։ Բայց ամենակալ Աստված այսօր ուզում է, որ ես եւ դու Աստծո խոսքը ամուր բռնենք։ Որ մենք հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին եւ միայն Աստծո խոսքը լինի մեր կյանքի մեջ հեղինակություն։ Եթե ոչ մենք խնդրեմ կունենանք։ Նորից եմ ասում, սատանայի ամենամեծ հաջողությունը մարդու կյանքում է, որ Աստծո խոսքը հեղինակազրկվում է։ Կամ կասկած ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Ուշադրություն դարձրեք։ Ես շատ անգամ օգտագործում եմ այս կերպարը 73-րդ Սաղմոսի հեղինակ Ասապ։ Եվ ես վստահ եմ, որ Ասապը տեղյակ էր երկրորդ օրինաց 28-րդ գլխի մեջ գրված տողերին, եթե դու քո Աստծո խոսքը պահես, Աստված քեզ պիտի օրհնի, եւ հանկարծ Ասապի կյանքի մեջ խնդրեմ է առաջանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նախապես ասեմ հետեւյալը, լինում է բարակա այսօր անձնավորությունը, որպեսզի իրեն նյութականը, մարմնավորը ավելի առաջացնի, ինքը խորը մտածում է Աստծո հետ կապել ավելի լավացնեմ, որ Աստված ինձ օրհնի։ Մի հատ համար էլ պիտի կարդամ սրան զուգահեռ, եւ ես կուզեի, որպեսզի մենք լույս նայենք ամենակալ Աստծո ասացին։ Տերը ունի ընդամենը մեկ ծրագիր, եւ այդ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան՝ մարդու հավիտենական կյանքը։ Ուշադրություն դարձրեք, կարդում եմ Ամբակում մարդկայության 3-րդ գլուխ 17 համար եւ 18 համար։ Ինչ ասում Ամբակումը, թեև ցեզեն ինչ ծաղկի, որտերի վրա բերք չլինի, ցիտենու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից աչար չլինի կողմումը, սակայն ես Տիրովը պիտի ցնցամ, իմ փրկության Աստծովը պիտի ուրախանամ։ Հիմա ուշադրություն դարձրեք, Ամբակում եւ կարդամ 73-րդ Սաղմոսի հեղինակի խոսքերը։ Երկու անձնավորություն, երկուսն էլ Աստծո է մարդ։ Եվ ուշադրություն դարձրեք, երբ որ նայում ենք բազում Սաղմոսների հեղինակ է Ասապ։ Ասապ ինչ էր մտածում։ Վերցնելով երկրորդ օրինաց 28-ի առաջի համարը, որ եթե Աստծուն պաշտում ես, Աստված քեզ ամեն ինչում պիտի օրհնի։ Եվ այսօր էլ կան շատ հավատացյալներ։ Նորից եմ ասում, Աստծո խոսքի հեղինակությամբ ու նպատակը միայն մեկն է, որ դու հավիտյանս ապրես։ Առաքած կրկին կարդամ ես համարը, 3-րդ գլխում մեջ գրված տողերև միտքը շարունակեմ։ Նայեք, Առաքած կրկում ինչ ասում Սողոմոն իմաստունը ինձ եւ քեզ։ 3-րդ գլուխ 18 համար։ Նա կենաց ծառ է նրանց համար, որ բռնել են նրան, եւ նա իրեն պինդ բռնողներին երջանիկ կանե։ Իրեն պինդ բռնողներին երջանիկ կանե։ Հարց եմ տալիս։ Պողոս առաքյալի կյանքը այսօր ով կուզե։ Այդ ցավը տառապանքը նեղությունը կամ Մովսեսի հրաժարականը Եգիպտոսի մեջ,
այդ ամեն փառք ունենալով հրաժարվել, ով կուզա։ Այսօր մենք շատերս ասապի պես տեսնում ենք երջանկությունը մարմնավորության մեջ։ Ասապը մտածում էր, ես այս ամենը անեմ, որպեսզի հաջողություն կա, ինչպես որ Ղուկաս ավետարան 15-րդ գլխի մեջ անառակ որդու մեծ եղբայրը։ Ինքը ինչ էր հասկացել եւ ինչ էր անում, որն էր իր նպատակը։ Ու ընդամենը մեկ ուլ ունենալու համար ինքը ամեն բան արեց, որ հոր խոսքից երբեք դուրս չեկավ։ Իրեն բուն նպատակը մեկն էր, այդ ուլը առնելը։ Ուլի համար իշքան է տանջվել։ Ուշադրություն դարձեք, հոր տան մեջ է, բայց հայրը չէ ուրախությունը։ Ուղղակի կուզեի, որպեսզի այս միտքը դուք ինքներդ նայեք։ Սա հետաքրքիր է, հարցները կհասկանան։ Հարց քույրիկները կամ հարցները, երբ որ ապրում են սկեսրոջ հետ, ու խնդիր է, պրոբլեմ է, սկեսորոջը չի սիրում, բայց ամեն բան անում է, որ սկեսուրը իրան ինչ-որ մեկ բան տա։ Անառակ որդու մեծ եղբայրը հոր տան մեջ հոր հետ չէր։ Հայրը չէր իր ուրախությունը։ Իր ուրախությունը եւ իրեն ամբողջ ցկտումը միայն մեկ կետի վրա էր ուղված։ Հորը հաճոյանալ, որ հայրը իրան մի հատ ուլ տա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք էլ նույնն ենք անում։ Այս աշխարհի մեջ ուզում ենք այդ ուլը։ Բայց հայրը ինչ է ասում, ինձ եւ քեզ։ Կանչեց իր որդուն, չէր ուզում ներս մտնել։ Նեղված էր։ Միջև անգամ հորը հայր չէր ասում, եղբորը եղբայր չէր ասում, կարդամ այդ տողերը։ Սա գրված է Ղուկաս 15:29 համարից։ Ահա այսքան տարի, որ քեզ ծառայում եմ քո պատվիրանքից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամներդ ուրախ լինեն։ Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, որ քո ստասվածքը անառակներդ կերավ, մսացու եզը մորտեցիր դրա համար, նա էլ ասաց, որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես։ Ամեն ինչ որ իմս է, քոնն է։ Ուշադրություն դարձեք, հոր տան միջից ընդամենը մեկ բան էր պահանջում ուլ։ Եվրայեցիս 11:6 համարի մեջ գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձատույց կլինեն։ Ասապ երբ որ մտավ Տիրոջ ներկայության մեջ խորանը, իր հավատքը փոխվեց եւ 25 համարի մեջ ինչ էր ասում. Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստծո նպատակը սա է, որ իմ եւ քո կյանքի մեջ Աստծո խոսքը դառնա հեղինակություն։ Որ մեր մեջ աչի հավատքը, որ մենք հավատանք հետևյալին, որ Աստծո հավիտենական ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, որ ես եւ դու հավիտյանս հավիտենից ապրենք իրեն հետ։ Սա կար ժամանակաընթացք է, որ մենք պիտի ներկայացնենք մեր ով լինելը, մեր հավատքը ցույց տանք։ 40 տարի Աստված անապատի մեջ Իսրայելին ման բերեց, լոկ նպատակը հետևյալն էր, որ Իսրայելը տեսներ իրեն ով լինելը։ Աստված գիտեր, որ պիտի ուտեն, պիտի ուրանան, պիտի խմեն, պիտի ուրանան, բայց Աստված տարավ։ Երկրորդ օրինաց 28-ի նեղություն, երկրորդ օրինաց 8-ի երկրորդ համարից երբ որ մենք կարդում ենք, նայեք ինչ ասում ամենակալ Աստված, կարճ ճանապարհ էր, գիտեք։ Խոստացյալ երկիր հասնելու համար 40 տարի պետք չէր։ Բայց այդ նպատակը հետևյալն էր, որ ամենակալ Աստված 40 տարի անապատի մեջ մանացեց, ցույց տվեց Իսրայելին իրեն մեծ ողորմությունը, շնորհը, բայց չգնահատեցին։ Եվ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո եւ Աստված այս 40 տարիներում քեզ մանացեց անապատի մեջ, որ քեզ խոնարհացնի, քեզ փորձելու, սրտիդ միջին իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես թե չէ։ Եվ քեզ խոնարհացրեց, սոված պահեց, մանանա ուտեցրեց, որ ոչ դու ես ճանաչում, ոչ քո հայրերը, որ քեզ իմացնե, թե ոչ միայն հացով կապրե մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրե։ Եղբայրներ քույրեր, Աստված ամեն ինչ արեց իր ժողովրդի համար։ Այսօր նույնը անում է մեր կյանքի մեջ։ Բու նպատակը մեկն է, որ ես եւ դու հավատանք ամենակալ Տիրոջ խոսքին։ Ոչ միայն հացով կապրե մարդ, այլ ամեն խոսքով որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Սրա համար
հակառակորդը ամեն բան անում է, որ մենք սրան չվստահենք։ Մի հատ սպասավոր հետ խոսում է, պաշտամունքները թողնում է, չի հաճախում նորմալ ձևով, ասում եմ ինչի չես բանանում։ Ասում է եղբայր, եթե ես չաշխատեմ ընտանիքս ով է պահելու։ Եվ հետաքրքիր անապատի մեջ ով պահեց։ Ինչ էին անում։ Հող ցանեցին, մշակեցին, անասունն էին պահում։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստծո նպատակը սա է, որ հեղինակություն լինի քո կյանքի մեջ Աստծո խոսքը եւ բարսանը։ Ինչ եք մտածում, Միսակ Սեդրակ Ապեդնագովի համար հեշտ էր։ Իրանց առաջ իրական մահն էր կանգնած։ Ինչ էին ասում։ Եթե Նաբուկոդոնոսորի արձանին չերկրպակեք, կրակենոց։ Բայց այս մարդիկ ունեն ընդամենը մեկ խոսք, Եսայի մարգարության 43-ի երկրորդ համարի մեջ գրված է. Եթե կրակով անցնես, կրակը քեզ պիտի չայրե, որովհետև ես Տերս քո Աստվածն եմ։ Եվ ուշադրություն դարձրեք, երբ որ մենք կարդացինք ամենակալ Տիրոջ խոսքը, երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխի առաջի համարում ասում էր, որպեսզի Տիրոջ խոսքը առաջանա եւ փառավոր լա ինչպես ձեր մեջ։ Այս 3 երիտասարդների մեջ Աստծո խոսքը փառավորվեց։ Հիմի հարցը հետևյալն է. մեր մեջ Աստծո խոսքը բարձրացել է։ Եվ հաջորդ հարցը, Աստծո խոսքը մեր մեջ փառավորվում է։ Հետաքրքիր է, Աստված Կորինթոս եկեղեցու մեջ, երբ որ մենք կարդում ենք գրված է, ումն ընտրեց։ Այստեղ մենք գտնում ենք իրոք դժվարին է, բայց պիտի կարդամ։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 27 համարի մեջ գրված է. այլ այս աշխարհի հիմարներն Աստված ընտրեց, որ ամաչացնեն իմաստուններին։ Եվ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչնեն զորավորներին, եւ աշխարհից անտոմներին ու անարգվածներին Աստված ընտրեց եւ ոչինչներին, որ մեկ բան լինողներին ոչնչացնեն, որպեսզի ոչ մի մարդ չբարձրանա առաջին։ Հիմի Աստված այս 3 երիտասարդների միջոցով իրեն անունը փառավորեց։ Քույրս, եղբայրս, եւ այսօր հերթը մերն է։ Եվ ինչ կերպ է Աստված գործում։ Այսօր ամենակալ Աստված մեր կյանքի մեջ բերում է նեղություն, դժվարություն, խնդրեմ, հիվանդություն։ Այնօր լսում եմ մի հատ անձնավորություն քարոզում է, ասում է ամեն հիվանդություն մեղքի պատճառով է։ Ոչ սիրելիս։ Աստծո խոսքը այսպես չի ասում։ Երեխային բերեցին Հիսուսի մոտ եւ հարցրեցին. Վարդապետ, այս երեխա հիվանդությունը ծնողների պատճառով է, ասես ոչ, Աստծո փառքի համար։ Եվ այսօր Աստված ուզում է իրեն փառքը ցույց տա։ Երբ որ մենք կարդում ենք Հոբի մեջ գրված Աստված զարկում եւ Աստված բժշկում է։ Իրեն փառքն է ցույց տալիս Աստված։ Մենք այսօր մեր կողմը հավատալն ընդունել։ Բայց ես հավատում եմ հետևյալ կերպ, որ ամեն նեղության բուն հիմքում ընկած է մեկ բան, որ մարդ անցնի ինքնակնության։ Եթե ոչ պրոբլեմ կլինի։ Եվ մեկ միտքել ասեմ, վերջացնեմ, քուրես ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված շատ անգամ մարդկանց մեջ քանդում է մարդկային կառուցած հավատքը։ Եղբայրը ասեց, այսօր կա այդ խանդավառությունը, էմոցիան։ Այսօր լինում է պարակա, որ անձնավորությունը էմոցիոնալ կերպով ուխտ է կապում Աստծո հետ, կամ այդ էմոցիոնալ ձևով հավատք է կառուցում։ Աստծո նպատակը մեկն է, որ մեր ամեն մեկի հավատքը կառուցված լինի վեմի վրա։ Իսկ Աստծո խոսքն ասում է, որ վեմը Աստծո խոսքն է։ Իսկ ինքը գիտի, երբ որ տեսնում է մեր կառույցը մարմնավոր հիմքի վրա է, իր նպատակը մեկն է՝ քանդել եւ կառուցել Աստվածայինը։ Այսօր իշքան է մեր կյանքի մեջ ամենակալ Աստված քանդել։ Եվ բուն նպատակ եղել է հետևյալը, որ ես եւ դու տեսնենք, որ մեր հավատքը կառուցված է ոչ թե վեմի վրա, այլ կառուցված է ավազի վրա։ Փոխանակ մենք ուրախանանք սրա համար եւ մենք կառույցը գցենք
հիմքը վեմի վրա, նորից այդ հիմքի վրա կառույց ենք գցում։ Կամ տխրում ենք, որ մեր մեջ այդ հավատքը քանդվեց։ Ղուկաս 18-րդ գլուխ 18 համար, քիշեք։ Մեծը հարուստը մոտեցավ, Հիսուսին ասեց, բարի վարդապետ, ինչ անեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենան։ Խնդրվածքը լավ բան էր, թե վատ։ Շարունակության մեջ ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ուր է տանում։ Ինչ ասեց։ Եթե հավատքը պահել ես, եթե հավատում ես այդ ամենին, ունեցվածքը ծախիր, բաժանիր աղքատներին, եթե խաչդ վերսա, իմ հետևից արի։ Եվ երկնքում վարձք ունենաս։ Հիսուսի նպատակը մեկն էր, ցույց տար մեզ բոլորիս, որ այս երիտասարդի բուն նպատակը երկնքի վարձքը չէ։ Երկնքի վարձքին ինքը չի հավատում հավիտենական կյանքին։ Այսօր շատ հավատացյալներ չեն հավատում հավիտենական կյանքին։ Մարմնավոր կյանքի համար զոր ու գիշեր տանջվում են, հավիտենական կյանքի համար ոչինչ չեն անում։ Եղբայրս, քույրս, եթե դու հավատում ես, որ կա հավիտենական կյանք, հարց եմ տալիս, ինչքանով ես զբաղված այդ հավիտենական կյանքով։ Այս համար ուղղակի կուզեի, երբ որ Աստված քանդում է մեր այդ կառուցած հավատքը, փառք Իրան, որ չի թողնում, որ մեր շինությունը շատ բարձրանա եւ փլվելուց հետո ավելի մեծ վնաս բերի։ Եթե առաջի հարկից մարդ ընկնել, լավագույն տարբերակը կամ վտարագույն տարբերակը կարող է ոտքը կամ ձեռքը կոտրվի, այդպես է։ Իսկ եթե 10-րդ հարկից ընկնի, հիմա Աստված քանդում է քո կառույցը, որը ծուռ է։ Եվ նպատակը մեկն է, որ վեմի վրա կառուցի, որ ունենաս հավիտենական կյանք։ Իրեն անունը փառավորվի։ Եվ ուզեի ասել հետևյալը, որ այս ամեն ինչի մեջ Աստված բարի է։ Ամեն ինչի մեջ։ Նեղության մեջ, ցավի մեջ, մահի մեջ, ամեն ինչի մեջ Աստված բարի է։ Թող ամեն ինչում իր անունը փառավորվի։ Ուղղակի խնդրանքս է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա հասկանալ, ընդունել եւ հետեւյալը միշտ ասել եմ, թող ամեն ինչում մեր մեջ Աստծո կամքը հաստատվի։ Աստծո ողորմություն անի, որ մենք հնազանդվենք իրեն կամքին եւ իրեն կամքը լինի մեր կամքը։ Տիրոջ անունը փառավորվի։